ցանկացած ռազմավարության շահառուները, հատկապես դատական իշխանության վերաբերյալ հարցերի մասով, դրանք անմիջական դատավորներ են եւ դատավորները իրենց կոպիտ ասած մաշկի վրա պետք է զգան այդ բարեփոխումների արդյունքը, որը պետք է անպայմանորեն տեսանելի լինի եւ դրա դրական, այսպես ասած, անդրադարձը պետք է տեսեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները առաջին հերթին։ Ես կարող եմ ընդգծել մի քանի կարևոր հանգամանք, որտեղ ես անմիջական հաստատություն ունեցել եմ համարյա թե բոլորում, խոսքն այն նախագծերի մասին է, որը ռազմավարության շրջանակներում ներկայացվել են եւ այսօր կյանքի են կոչվել, այլևս ունեն օրենքի ուժ, այլ ոչ թե այն նախագծերի կամ այն պլանների մասին, որոնք դեռ ընթացքի մեջ են եւ չունեն իրավական, այսպես ասած, վերջնաարդյունք։ Խոսքը վերաբերում է հատկապես կարող եմ ընդգծել հակակոռուպցիոն ոլորտում բնականաբար այն առելի աշխատանքը, որը տարվել է եւ ստեղծվել են համապատասխան դատարաններ, այդ դատարանները այսօր աշխատում են եւ այլևս ունեն դատական պրակտիկա, որի մասին մենք տարիներ շարունակ չէինք էլ կարող մտածել։ Սա շատ կարեւոր քայլ է եւ միջազգային հանրության տեսակետից, երբ որ քննարկումներ են լինում բոլորի մոտ, այդ դրական տպավորությունը Հայաստանի Հանրապետության հետ հակակոռուպցիոն ոլորտում, հատկապես հակակոռուպցիոն դատարանի ստեղծման առումով միանշանակ ընկալվում է որպես առաջին քայլը դեպի ժողովրդավար, ավելի ժողովրդավար իրավական պետության զարգացման։ Կարևոր փոփոխություններ եմ համարում քաղաքացիական դատավարությունում վերջերս կատարված փոփոխությունները, որի արդյունքում, ինչպես արդեն գիտեք, դատարանները բեռնաթափվեցին մոտ 70-80% եւ այլևս նոտարական գործողությունների միջոցով մենք կարողացանք հասնել նրան, որ օրենսդրական փոփոխությունների հիման վրա այդ գործառույթները, որոնք որ վերաբերում են բարձրացված ընթացակարգերին եւ փոքր թվով գործերին, որոնք անվիճելի գործեր են իրենց բնույթով, այլևս լսում եւ կմում են հենց նոտարների կողմից եւ դատարանները այլևս կոնկրետ զբաղված են վեճերի լուծման գործընթացներով, ինչի մասին հավակայում այն արդյունքը, որ այսօր դատարաններում գործերը բնականաբար ավելի ողջամիտ եւ սև ժամկետներով են քմում եւ պետք է քմվեն։ Դրական եմ համարում նաև այն փոփոխությունները, որոնք կատարվել են նաև արբիտրաժային վարույթում, որտեղ բազմապիսի գործեր մենք հասանք նրան, որ իրականում արբիտրաժային դատարանը այսօր ստեղծվել է, գոյություն ունի եւ շուտով կսկսվի գործարկվել եւ դրա արդյունքում եւս կբեռնաթափվի դատական իշխանությունը։ Շատ կարեւոր է վերջերս նաև հաշտարարական գործընթացի մեջ այն կատարված առօրյա աշխատանքը, որը եւս ուղղված է դատական իշխանության բեռնաթափմանը եւ շուտով մենք արդեն որքանով եթե չեմ սխալվում հուլիսի 1-ից արդեն կգործի պարտադիր հաշտարարական գործընթաց ասվածը, որը ենթադրում է, որ ընտանեկան գործերով այլևս քաղաքացիները նախ եւ առաջ մինչեւ դատարան դիմելը պետք է դիմեն հաշտարարներին, որպեսզի հաշտարարները լուծեն իրենց վեճը, հաշտության չգալու դեպքում նոր դիմեն դատարան, երբ որ բուն բովանդակային առումով արդեն կա վեճ, որը պետք է լուծվի անկողմնակալ արբիտրի տվյալ դեպքում դատարանի կողմից։ Այսինքն սա եւս շատ կարևոր այսպես քայլ է լինելու, որովհետեւ գիտեք, գործերի մի մասը, զգալի մասը դրանք ընտանեկան վեճեր են եւ ընտանեկան վեճերը կրճատելու արդյունքում եւս մենք կունենանք այն արդյունքը, որը որ կա։ Ես նորից եմ ասում, նոր իմ խոսքի մեջ նաև ընդգծեցի, որ կարևոր փոփոխություն է նաև ի վերջո էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի թվակազմի համալրումը հասարակական ներկայացուցիչների անդամներով, հաշվի առնելով, որ այն բոլոր ճակերտավոր մեղադրանքները կամ այն կասկածները, գուցե նաև ողջամիտ կամ ոչ ողջամիտ, որ կորպորատիվիզմի խնդիրներ կան, այստեղ պետք է լուծվի նոր նախարարության լիազորությունների հարցը քննարկվի, դա եւս կյանքի է կոչվում եւ արդեն օրինագիծը ներկայացվել է համապատասխան մարմիններին, հուսով եմ, որ դա եւս կընդունվի եւ այլևս մենք կունենանք հանձնաժողով, որը ինքը կզբաղվի դատավորների գործերով, դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ չենթարկելու հարցերով, որտեղ այլևս կլինեն հասարակական ներկայացուցիչներ, այսինքն ժողովուրդը հասարակական կազմակերպությունների միջոցով կլինի ներկայացված զգալիորեն այդ մարմինը։ Ես կարող եմ ասել հետեւյալը, որ նախ անկախության տեսանկյունից դատավորները անկախ են եւ անկախ են ոչ թե միայն նրանով, որ սահմանությունը դրա մասին գրված է, այլ անկախ են իրենց գործունեությամբ եւ իրենց գործունեության վերջնահարցունքներով, հա, այսինքն որպեսզի մենք հասկանանք օրինակի համար դա կյանքի կոչում թե ոչ եւ տեսանելի է այդ անկախությունը թե ոչ, մենք պետք է ուսումնասիրենք այն դատական ակտերը, որոնք կայացում են դատարանների կողմից։ Իհարկե շահառուները բնականաբար հատկապես քաղաքացիական ոլորտում միշտ մեկը պետքա որ դժգոհ լինի, մյուսը գոհ լինի, որովհետև չես կարող հայցը այնպես բավարարես, որ երկու կողմն էլ դրանից օգուտ ստանան, բայց շատ կարևոր է դրա վերաբերյալ հենց հասարակական այնպիսի կազմակերպությունների այսպիսի զեկույցները, որոնք ոչ թե միտված են կամ հենված են որևէ անձի սուբյեկտիվ ընկալումների վրա, այլ միտված են փաստահեն
այսպես ասած, գործունեության արդյունքների վրա, որոնք կարող են արդեն վկայել, որ այս կամ այն հարցում մենք ունենք խնդիր, թե ոչ։ Ինչ վերաբերում այդ ազդեցություններ, ես կարող եմ ասել, ազդեցությունները միշտ էլ եղել են, դրանք կարող են թվալ, որ ուղղակի այդպես ազդեցություն են, բայց նորից եմ ասում, դատավորը պետք է իր չեզոքությամբ, զսպվածությամբ եւ անկախ գործելավոճով եւ գործունեությամբ իր առաքելության իրականացման ընթացքում ապացուցի, որ այդ ազդեցությունները պարզապես թվացial են եւ իր դատական ակտերով պետքա ցույց տա, որ իրականում անկախ այս կամ այն ազդեցությունից արդարադատությունը իրականացում է եւ կապ չունի դա որ իշխանության ճյուղի օգտին է կամ որ քաղաքացու հասարակական կազմակերպության եւ ես կարծում եմ դրա արդյունքները ամեն դեպքում պետք է մենք տեսնենք դատարանների կոնկրետ դատողների գործունեության միջոցով։